Ողջույն սիրելիներս, սկսում ենք նոր վլոգ, այսօր մեր հանգստյան 4-րդ օրն է, երեկ լավ շրջեցինք Բաթումիով ու ոչ միայն, դե նախորդ վլոգը երևի նայել եք, եթե չեք նայել անպայման նայեք, շատ հետաքրքիր է ու երբ որ առավոտյան ներբեռնում է վլոգը Ալիկ, ես միշտ ներբեռնելուց առաջ պատասխանում եմ նախորդ վլոգի մեկնաբանություններին, կարդում, պատասխանում, անպատասխան մեկնաբանություններ իմ մոտ չկան, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր լայքեր են դնում, մեկնաբանություններ թողնում, բաժանորդագրվում, ուզում եմ բոլորի շնորհակալություն հայտնել ձեր ջերմ խոսքերի լավ վերաբերմունքի համար սիրելիներս ու իմացեք, որ դա փոխադարձ է։ Ու մեկնաբանությունների բաժնում կան մարդիկ, աղջիկներ, իմ հետևորդուհիները, ովքեր որ հետաքրքրվում են այս հյուրանոցով, որտեղ է, ինչ է անունը, ասեմ, որ անունը չեմ հիշում, սիրելիներս, բայց այս հյուրանոցի հղումը կթողնեմ այս վլոգի մեկնաբանությունների բաժնում, կարող եք սեղմել ու կբացի եւ հյուրանոցը, եւ նկարները, եւ կոնտակտները, ամեն ինչ։ Մենք այս հյուրանոցը գտել ենք վերջին պահին, հենց քոբուլետի մտնելու պահին, այսպես զանգելով, որովհետև ամեն տեղ զբաղված էր, ազատ համարներ չկան, ու այստեղ ընդամենը մեկ համար էր ազատ, էդ էլ վերցրեցինք ու շատ գոհ ենք։ Ամեն ինչը մաքուր, կոկիկ, տեղը տեղին, լողավազան կա, որը որ ամեն որ հյուրատանը չի լինում, վերաբերմունքը, մի խոսքով ծովը մոտիկ, կաֆեները մոտիկ, ամեն ինչը մոտիկ, խանութները մոտիկ, լվացքի մեքենան ընդհանուր է, դրված է եւ համարում կա առանձին բաղնիկ զուգարան, մի խոսքով բոլոր հարմարությունները ու գնի մասին էիք հարցնում, մենք 5 օրվա համար վճարել ենք 700 պլյուս լարի, որի մեջ չի մտնում սնունդը, բայց կան առաջարկներ, պայմաններ, որի մեջ կա սնունդը, ուղղակի այդպես ավելի մաչելի է նստում, քան դու գնում ես առանձին սնվում, ոնց որ մենք ենք անում, ուղղակի դրա վատը այնա, որ այսպես ֆիքսված է, թե դու ինչ ես ուտելու, դու չես ընտրում, այլ ֆիքսված է, իսկ այսպես մենք ենք գնում այն կաֆեն, այն ռեստորանը, որը որ մենք ենք ուզում, ընտրում ենք այն ինչը, որ մենք ենք ուզում ուտել, ու այդպես մի փոքր չէ, թանկ է, բայց այդպես ավելի լավ է, այնպես չի, որ մեկ ամսով էստեղ ենք, ընդամենը 5 օր է ու կարելի է այդ մի փոքր բանի վրա աչք փակել ու կախված մարդու ֆինանսական վիճակից պայմանները այդպիսին են սիրելիներս, այստեղ ձեզնից շատերը եղել են, մեծ հաճույքով նայում են, երևի վերհիշում են իրենց հանգիստը ու շատերն էլ ցանկանում են գալ, անպայման եկեք աղջիկներս, չեք փոշմանի, այստեղ ամեն ինչ ընտիր է, սկսած սնունդից, կլիմայից, ամեն ինչից, լիակատար հանգիստ։ Երեք Վահանի հետ մտել ենք գիշերը լողավազան ժամը 2-ին, քուններս չէր տանում, Բաթումիից եկել ենք ու ինքը գնաց լողավազանի կողքը այնտեղ լիգյոր էր վայելում, ես արդեն համարյա քնած էի, զանգեց, ասեց սրբիչները վեկալ արի, լողանք, ես այս սրբիչները վերցրեցի, այսպես քնաթաթաղ վազելով գնացի, հայ երեխաներ կային լողանում են, այդպես արդեն 1 անց կեսեր գնացին տներով ու մենք գրեթե կես ժամ անընդմեջ լողացել ենք, լողավազանում, այսպես ասած լողավազանը մեզ էր մնացել։ Հիմա արթնացել ենք, լվացք ունեի փռեցի, մի քանի շոր կար արդուկեցի, Լիլիան էլ նոր արթնացել է, պատրաստվում է, գնում ենք նախաճաշ անելու, թե ուր ենք գնում չգիտեմ, որտեղ էլ որ գնանք ամենուրեք համեղ սնունդ են տալիս, կգնանք նախաճաշենք ու տեսնենք օրը ինչպես ենք շարունակում, ձեզ բարի դիտում աղջիկներս, լավ տրամադրություն, մեզ էլ հաճելի օր, գնացինք։ Դուրս եք ամքնից,
Շարժում ենք դեպի կաֆե նախաճաշելու։ Ախ եղանակի ժողովուրդը մի շատ էր այստեղ։ Լավ քամիա։ Լավ քամիա։ Ստեղ էս երեխեք առավոտից երեկում դակ են խաղանում հայ երեխեքի։ Տարբեր խաղեր։ Այ, ստե լավ է։ Մաքրոտ, որդ են ստենք երեխեք։ Որդ եք ուզում։ Ստե նստենք, նստենք։ Կա, դի կարող արևը հելնի վաշոքեք հետևից։ Որդ ես ուզում ստիրտ, ուզում ես անցնես, թե։ Բա դե հիմա արի կարթա։ Ենա ռուսանյանն էլ կա վահանցը, լյոնեք տաբակ, տաբակ։ Տաբակո, ուրա։ Տաբակյոր կա, հեսա, որդ է տեսա։ Հեսա, Հա, տաբակո, ինչպես լարի, չետի երկար է պատրաստում։ նորմալ բան ճարում ես վահան։ Հեսա, կատետի պատամաշնի մոցիկները, աջախուրիս ասպիները։ Այդ ինչ լիմոնատ է կյանք։ Տեխան, սեմորան, կավուրդ։ Են կանաշները չկա, ասևա։ Ուսել լեշին։ Որ իմանայինք շատով մի հատ Спасибо большое. Հադը կուկլեն էլ կուտի։ Իսի շատ համով բանա։ Մոտիկ դիդի կյանք ես, դու ես մենակ կուտում, մոտիկ մաժակ է մոտիկ։ Զակուսկի, հա։ Վահանը, մի բակլաժան էլ դուք ես մոտիկի։ Ինձ է դես միա խոտքեն։ Էսա ցավ տամ կդնեմ ես ենքան ուտողը չեմ էլ ուզում շատ տենց ուտեմ, ահա։ Հեսա կդնեմ, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, սպասենք խինկալին։ А вы заберете его? Да, можете забрать. Спасибо. Сегодня гален берем. Если черный перец на, либо глухо бацить саватна. Это прямо шот хаму берес. Հոմեն ինչը մեծ է։ Լիլարն ես կանամանում որոտի։ Ձեզ մեր հատիկը, տեսնում քանի հատ խիկալ եմ ուտում, 2 հատ ամենաշատը, մնացածը վահանի վրա։ Նախաճաշեցինք, երեխեք ջան, ու այսպես քայլելով եկանք ձեր ծանոթ խանութը, մի քանի բան կավերցնենք, գնանք տուն, փոքր հանգստանանք, ու տեսնենք ինչ ենք անում։ Մեր օրը ոնց ենք շարունակում։ Այսօրն էլ հետը մեզ մնացել է 2 օր, այսօրը վաղը։ Ինչ եք ուզում երեխեք, ես քաղցր բան։ Սոկ ունենք, կոկա-կոլա ունենք։ Սոկ էր էլի։ Կարողա չիպս վերցես, վա։ Դու չես ուտել իրակ ուտես չիպսի ուտես, չէ, լավ դեր չի ուզում։ Ես ոչ մի բան չեմ ուտում։ Չեմ ուզում, վահան, դու ինչ ես ուզում, կարողա պիվա վերցես, որ իրի գունա խմես հետևից չգնաս։ Նա էլի։ Դե եկեք գնանք դե, սմուշկա, վա, սմուշկա վեկալ։ Նատ վեկալ սիրտս։ Որացական սմուշկա։ Քոշի հանը սիրտս։ Հլոս մեծ չուպաչուպսիկների։ Ես ինչերը։ Ռեստորանց։ Վերցրեցինք, այստեղ դեպից։ Անցենց։ Դաս, երեխեքան, դեղջ, շալախջիրան, մեկ Հայաստանին ու նեկտարին։ Վահանը գարեջուր ավերջնում, ոչնովի, իշխան գիտեմ ես ծկիտ, մեկ էլ անձարոցիք միտ ավերջնում, գնանք։ Ես ամեն ինչը բացի անձարոցիկը կազմել է 80 լարի։
Ես կուրսը չգիտեմ, ես միայն հասկանում եմ ռուսականը։ Կարող եք ինտերնետով նայել։ Ինչքան։ Սրանից վերցրեց։ Այստեղ։ Տանենք, Վահանին հիշացնեմ մակկոֆել վերցնի։ Վահան, այդ քո հատիկ մակկոֆե վերցրու, մակկոֆե այդ քո հատիկ կողը տա, այդ է կախածա։ Այդ է, ահա այդ կատ վերցրու գնանք խմենք։ Իսկ մրցի բերանը կապեմ, որ տանենք։ Գնանք, մրցերը լվանանք, սուրճ պատրաստենք, դուրս գանք դրսում վայելենք մաքուրոթին։ Մեկնաբանությունների բաժնում գրեք, ելով այմ նման մրգասեր։ Անդաս մագնալու ասում չի մնա։ Այսօր վաղը արդեն չի լինում։ Վաղն էլ մի հատ ձմեր, ձուկը վերցրել եմ, հես ես փոքրն ավա, կցելա։ Գարեջը մեր վերցնի։ Հասանք տուն, երեխեք ջան, այսենց լվացիմ, կտրատեցիմ, տանեմ դուրս, հետո գամ սուրճ պատրաստենք, գանք այս մաքուրոթին, վայելենք վաղ միա, գարեջուրն արդեն ստեղ վայելում եմ։ Վաղն դրխումն ես պիվար։ Այո։ Հիմա կոֆե չես խմում։ Դելա վրեմ չգո բանք սարտաս։ Ուրեմն կխմի կվերջացնի, հետո սուրճ կպատրաստենք։ Դուրը փակեմ ու այնտեղ նստեմ։ Կողքը։ Չի տակ խմի։ Իջան, ընդել ստած եմ կյանքս։ Եթե գալուրն ես փակում եմ դուրը, կասես կզանգես WhatsApp-ին կամ բացում սիրտս։ Հաուլանցկեն ու ալնում էլի անծանոթ։ Լողավազանից հետո անդադ մազերս այսպես վիժ-վիժ առնում։ Այսօր էլ ենք գնալու լողավազան։ Դուրը փակեցի, երեխա համարել են տարան միտք դրել նույն ձև։ Կավներ ձուկը։ Կավ սուրճի ժամը։ Այնտեղ Վահանի համար եմ դրել։ Երեխեք ջան, ստեղ ընդեղել մակ կոֆե։ Ատկերացրեք, այս մոտ կլինի 2 ամիս ես սովորական ոչ սև սուրճ, ոչ ապարատի սուրճ, այստեղ ապարատ էլ կա, կարելի է օգտվել։ Մեր ապարատի ֆիրմայից է, Տելոջի։ Մի խոսքով 3 պատրաստեցի, ասեցի փորձեմ Վահանի հետ կարողանամ խմել, թե ոչ։ Անենց զզվելի էր, չեք պատկերացնի, եկատես առաջին անգամ հոտից, համից նենց եմ հետ վազվել, չեք պատկերացնի։ Նիկում արեցի, էլ չկարողացա խմել։ Տեսնենք մակ կոֆեն ոնց կխմեմ, բերնդը չեմ խմում, որովհետև այն որակը չունի, հետո էլ չեմ ուզում։ Ուղղակի դեպից իսկի, այստեղ Վահանի հետ բզբզալու համար միջալոց քան այստեղ եմ ցույց տապսի էլիներս, այս էլ խոհանոցն է, այնտեղ մեր համարն է, այստեղ էլ խոհանոցն է, որտեղ դուք կարող եք նաև այստեղ պատրաստել ամեն ինչ, բոլոր հարմարությունները կա, գազ, էլեկտրական փենիկ, սուրճի ապարատից օգտվել, այստեղ լվանալ, մի խոսքով ամեն հարմարությունները կա, բայց մենք այստեղ չենք նստել, միշտ ճաշարաններն ենք, կաֆեներում ենք ճաշում, ուզում ասեմ, այս բոլոր հարմարությունները կան, խազայինները այստեղ են մնում, մեկ համարը իրանցնա լրիվ իրանք այստեղ են մնում, իսկ մնացած նոմերները մինչև 3-րդ հարկ, 3-րդ թե 4-րդ չեմ էլ հիշում, այդպես վարձով է տրվում, բոլոր հարմարությունները, Վահանի սուրճն էլ է սա կեպի, մակ կոֆեն պատրաստում համատ կդալապետք ինձ,
Առնելու համար այսպես տնավարի ամեն ինչից կարող եք օգտվել, պետք է ուղղակի անմիջապես լվանալ, սրբել եւ տեղավորել։ Սոֆտը անուններ ես պատրաստում եմ փոքր ուրանացան։ Այստեղ տակը նորմալ կոֆե վարկակար չեմ անում ես, որտեղից հա էսի հայտնվել էստեղ, այստեղ նման կոֆե վարկա չկար, երևի իրանց համարում է։ Նկարենք էլի համել մեզ էլ հիշողություն կմնա սիրելիներս։ Ակուրատնի ողած մաքուր ամեն ինչը տեղը տեղին։ Գործես քո տանը լինես։ Փոքր լավացնենք։ Ճատենք, գտնենք ու դուրս գանք երեկ ջան։ Գնացինք։ Ես իրանց ընտանեկան նկարն ամուսին է, հյուրանոցում որ պատկանում էստեղ էլ իրանց ընտանեկան անջում գեղեցիկ ինչ եկել ենք միայն մի օր լավ արև եղավ մնացած օրերը այո ասոց հով զով եղանակա շատ սիրուն ծաղիկներ են գնում ենք ծովապ երեխեք ջան քայլում ենք երեկոյան քոբուլետիով ինչով է սա ես մեզ վահան որսնց լվացքներ են փռ Բաչի չորանում, փռգման որ հա ազատ բաց Ստեղ է սիում նստարանա սաղ տեղերը լվացքը փռած այս ծաղիկներից բան ենք անում փոքր ժամանակ եղուններ ենք սարքում տպցնում ենք եղուններին առաջի վտենք խաղում ենք ծովի քամին եկավ ջան ուզում ես այստեղ նստես կյանք լնայ Չի, մենակ որ նենց սեփական տուն ունենաս, վան ծածկի տակ, սենց կարելի ասենց մի հատ բան դնել, չէ, լուսը ծածկի տակ։ Հով, լարվել։ Չես ուզում, ես ուզում։ Ինչ կարմիր է։ Հա, ինչ կարմիր է։ Նստա երեխեք։ Արևի կարմրությունը իրականում յարկի կարմիր է։ Մուկ կարմիր է, կրակա թափ է։ Այսօր Սելի հյուրանոց է, նստած նայում են ծովին, սրանց տեղը է լավն է, չէ վան, մի անգամ չեն էլ հելնում, բալկոնից նստում են ու նայում ծովին, 24 часа в сутки, ժողովրդի հալին, լիքն են, ամենալավ ժամն եմ հանգալու, դեր լավ կա մի հատ, Արելա մոտենանք, չկա կյանք, արի։ Բայց սրա հանգիստը կտրվի։ Մտնող չկա, լրիվ կանգնած են ժողովուրդը։ Ապկողը լողանող չկա։ Սովա գժվես, ծրտին մտնի։ Ծուր չի տակ հատակ քամյա, բայց դե Են չեն ինչ-որ արևի ժամանակ, ենքում էր լողացողներ կան, բայց Իչավ արևը համարյա վահան, տենում ես? Լիլա, տենում ես արևը համարյա իչավ Ամբողջական էր երևում, հիմա կեսնա
որ մտնում ես մեջը, ասենք որ ալիքը գալիս է, համ դուրս է գցում, համ էլ որ մտնում ես մեջը, որ հետ է գնում, հա, հետ է գնում, ինքը ոնց որ քեզ հետ քաշի։ Հա։ Էսա ավելի է ուժեղանալու քամին։ Կանք հասանք տուն քայլելով երեխեք ջան։ Այնտեղ քամին շատ էր, հովեր էստեղ մի փոքր օդը կանգնած է, Լիլիան մրսում էր դրա համար եկանք, բայց էլի հագին քայլեցինք, ուղղակի չեմ նկարել, լավ խախանդ է, այս հյուրատան ժողովուրդը մի մասը համարներում են, իսկ մեծ մասը Բաթումի են, այդպես տուրեր են վերցրել ու իրանց տարել են Բաթումի շրջելու։ Վահանա, Լիլիան, ես հիմա քաղցած չեմ, իրանք սուշի ախորժակում են, եկանք հասանք մեր հյուրատուն, Լիլիան գնաց մեքենայի բալանիները բերի, որ Վահանը հիմա այն կողմերի վրա կգնա, համբուզումա ռուսական փոխի, լարի, համել տեսնի, եթե այնտեղ սուշի կա, իր հետ գնի, բերի, մենք էլ էստեղ կնստենք, իրենք կսպասենք, լավ ցուրտ է, մտածում ենք էլի գնանք լողավազան, բայց երևի չենք գնա, որովհետև սառն է, գիշերը 2-ին ես ու Վահանը մտանք լողավազան, բայց այդ էլ չենք մտնի, որովհետև այսօր երեկվանից սառն է եղանակը, օրվա վրա, ոչ թե սառն է, այլ քամի կա, եթե քամի չլինի, օդը տաք է, լավն է, բայց որ քամի կա, ջան, մենք էլ ճանապարհի վրա ենք, չենք ուզում ռիսկի դիմել, պետք է ոչ թե երեկոյան, ուղղակի Վահանը երեկոյան է սիրում մտնի լողավազան, ցերեկը պետք է մտնել, այն ժամանակ սենց քամի չի, տեսնենք վաղը ինչ ենք անում, ինչով ենք զբաղվում, ուր ենք գնում, ու ամսի 15-ի առավոտյան դուրս կգանք։ Հա, ուր է գնաց է։ Հա, այո, մեքենայով չես չէ գնում, վա։ Հա, մոռացել էի, հա։ Հա, Վահանն էլ գնում է բան։ Ոտքով է գնում, մոռացել էի, որ ցերեկը այստեղ կարեջ ջուր է խմել։ Մեքենայի բալանիներն ուզեց գումար վերցնելու համար, ինձ թվաց մեքենայով է գնում։ Այդպես, երեխեք ջան, գնագա, դրսում կնստենք, լավ ժամանակ անցկացնենք ու խոսքս կիսատ մնաց, հա, վաղն էլ տեսնենք ոնց ենք մեր օրը անցկացնում, կհավաքվենք երեկոյան կողմ ու առավոտյան գնալու ենք Թիֆլիս։ Կգնանք, շրջենք, տեսնենք ինչ օծանելիք ենք իմ համար վերցնում, Վահան ուզում է իր համար լակոստի կեդեր վերցնի ու Լիլիան էլ տեսնենք ինչ ենք վերցնում, Զարայից ինչ-որ մի բան է ուզում, Զարա ֆիրմայի խանութից, մեր մոտ դրանք լրիվ փակվել են, այդպես, ու արդեն գիշերը կմնանք, առավոտյան ժամը 5-ին դուրս կգանք, որ ժամը 8-ի կողմերը հասնենք Լարս, եթե չհոգնի Վահանը, լավ կզգա իրան, քունը չի տանի, կգնանք, կհասնենք մինչև տուն, բայց եթե հոգնեց, ցանկացավ քնել, հետևաբար կկանգնենք, հյուրատուն կբարձրենք, գիշերը կմնանք ու հաջորդ օրը կշարժվենք դեպի տուն, տեսնենք ոնց է լինում։ Այդպես, այս շունիկն էլ անդադ ստեղ պտտվում է։ Տեսնեմ Լիլիան ինչ եղավ։ Հանք էստեղ նստենք, ես քարն էլ ծովից բերեցի, մուկ շագանակագույն։ Ինքան սիրում է, այսի կտանենք միջ հետ, իշատակ։ Հա, մեկ էլ մի բան էլ է ուզում ասեմ, երեխեք ջան, այս հյուրատան դուրս եկար սիրտս, ինչ կուզես, Լիլիան պատուհանը հոլրիվ չես բացեկյան, բերևի վրայա, թե արի, հա, այս հյուրատան հողումը արդեն թողել եմ,
երևի տեսնողներ էլ կլինեն, տեսած կլինեն։ Մեր իմ ու Վահանի նկարն էի տեղադրել են զապիսների բաժնում ու հողումը թողել այնտեղ։ Արդեն կիսվել եմ, բայց այս վլոգի շրջանակներում էլ նորից կտեղադրեմ երեխեք ջան մեկնաբանությունների բաժնում։ Может быть, у людей жалости больше. Это туристический авто. Фишки искали. Кацинский нархи. Աջող должна պահանջել ոտ առաջանանք իմ համար լաչիկներ գնանք։ Տեսնենք այստեղ նորմալ բան ճարում ենք։ Առաջանանք։ Այզես։ Մեր հայրիցա այստեղ լանոցունի։ Վահանի հետ մոտիկացել են։ Երեխեք ճարել են ինձ կստիկներ, ուների են նորմալ, բաթումի հակավ, անձրևի տակ փչացավ, հատվեց, ասես փորձի, վերցրինք, սացույց տամ այսենց, սիրուն լապիկներ, 20 լարի, ասի ինչքան է 20 լարին վա 600 ռուբլի, շատ էժան ու շատ լավ, շատ հարմար կոշիկներ, լես պոպոկները տակրքիր են, քնջերով, եկա, վերջին օրն է Վահան, եղանակ չի անում, ինչ եկել են մի օր նորմալ արև եղավ, որ Հելնենք ծով լողավազան հավեսներես հանենք, ինչ եկանք մի օր արև եղավ, տենցակ առընդունեցինք ու վերջ, ու մռալ եղանակ, գնացինք երեխեք, սև եմ նոր տապուչկեքը շատ հարմար, թեթև, շատ լավն է, կյանք մի հատ էտ դուրըտ բացի էլի, ես կոմի դուրը լիլա բացի, Грузинский понимаешь, да? Это на все на грузинском. Սիզան շատ թույլ ես կապեք յանքս։ А вот что, да, Ашвика. Ашвика. Нет. Կերտակ, չի կարելի կենթանիների հետ ծխել, չի կարելի Տալարն է, չի կարելի, պարտքով փող տալ, չի կարելի։ Տոկի չի կարելի տալ կենթանիներին լիլյա։ Նա, չորեք տա տեսար, չի կարելի։ Հեծանի որ չի կարելի։ Սիգարետ չի կարելի առաջարկել։ Էսա, կանապլյա նիզա, там, этот нельзя, это сахусано, У них своя заначка. Հոտերը հանձում են, հոտերի հոտը։ Նա վագոն է առաջի օրը արև էր, մի քիչ զագ առանթունեցինք, թե չէ սպիտակ, գալու ենք սպիտակ գնանք։ Անվճար աղա։ Տրակտորների պարկերը տասի։ Վաղան անվճար թե պետք է գնանք։ Ու անվճար է, այլ ամտարել է։ Այնա նայ կարմիր ֆլամինգո է, ինչ է։ Պավլերը հայերը, ինչ է։ Բան։ Սիրամարկ։ Սիրամարգով։ Սիրամարկ, հա։ Ստասիմ, հա, սարագիլ է երեխեք։ Արարատի մարզլիքն է, ամեն տան գլխին 4 հատ։ Չէ՞ վա։ Հենա, սարագիլներ։ Էս էլ բամբուկովի լեսն է, Վահան։ Լրիվ կապած են, ասենց որ ուղեղ բարձանան։ Ստեղ բոլորի տան հյուրատների առաջ ես ծարի բամբուկից այդ նստարաններ, աթորներ դրանցից են։
Որը մենք մնում ենք այդ հյուրանոցի, այդ հյուրատան դրաններանի բանից, սեղանաթորներից։ Նայեն ինքնիցո։ Ուխիտ չէ երեխեք։ Եթե լավ է, եթե փակ։ Հələ գետին ինչ է տակրքիրա չէ երեխեք։ Ծովի քարերով բեր է սենց սարքել են ես ինչ ծառա հետաքրքիր։ Հեսա։ Ոնց որ արհեստական է լինենց փայլումա տերևները։ Թացատես յուրտես չնստես։ Մագնոլիա, լայվ ոնց է կախտի։ Մագնոլիայի ծառ էր փաստորեն։ Ահ։ Նստե։ Ինչ են ծախտել։ Ասեմ ինչ ծառա, հլա։ Էսի հոտնա ասենք գալ։ Ամերիկայից։ Հենա են ծառերի վրա էլ կա։ Բան գնանք ընդ իշնենք սենց բաների մոտ։ Արի կյան։ Եկեք դենենց իշնենք։ Նույն նավահան էտել են մագնոլիաներ։ Են, ես են մեկի հետ եմ, վրան ծաղիկներ կա։ Էսի չեմ մանում։ Ինչ էլ հաստափոր ծառա։ Այս ինչ լավ հոտ է գալիս երեխեք։ Վերջն է։ Ես էլ հանգստյան վայր է։ Սենց ասած նստարաններով հեկ է նստե հանգստանում են հաճելի մաքուր օդ են շնչում։ Ջոջվող նստարաններ են, ոչ թե սենց ամրացած վանն է։ Ջոջվող նստարաններ։ Հա, սիրուն տեղա չէ։ Անտարից դուրս եկանք, այստեղ զապարկա։ Սինյա։ Всё, Синюня. Որսի սիրն են։ Ես սրանք ես արավ, որ կա ասում են այդ ուտակները այդ տեսակն են։ Զիգերով են։ Մի հատնել են դեան ստաս Լիլիա պատոհանին, զիգերով են։ Վիճակի, տուկի սմիշնի։ Լիմուր, արի կյանք չի կարելի անցնել, նիզյա։ Դուրս եկանք, ես էլ նստում ատդխա էդ, մենք սենց ենք գնալու, նստում եք, եթե չեք նստում գնանք, նստենք ինչ անենք, գնանք ֆլամինգոներին են, նայենք ու պոկվենք։ Ասիում, կանասկսես բազբուկ։ Դուրս եկանք սիելիներս, դենտրոպարկից, ամեն ինչ շատ գեղեցիկ էր, շատ լավն էր, դե չէի կարող ամեն ինչ նկարել, որովհետև շատ նկարելու բաներ կար, մի քանի բան եմ նկարել ուղղակի վլոգի մեջ ներառելու համար։ Մուտքը անվճար է, կարող եք գալ, շրջել, զմայլվել, տեսնել ու ձեր օրը հետաքրքիր անցկացնել։ Հիմա քանի որ առավոտյանն ենք նախաճաշ չենք արել, ժամը քանիսն ալի։
Արդեն ժամը 1-ն է գալիս, գնանք նախաճաշ անենք, արդեն ճաշ։ Ու տեսնենք մեր օրը ոնց ենք շարունակում։ Որոշեցի 4-րդ ու 5-րդ օրերը այսպես մեկ վլոգի մեջ ներառել երեխեք ջան։ Այսօր այս վլոգն էլ կավարտենք ու վաղվանից հենց դուրս գանք։ Սկսեմ արդեն նկարել վերջին վլոգը, Թիֆլիսը, ինչ որ կանենք Թիֆլիսում ու կգնանք ու մինչև տուն։ Տեսնենք ինչ համեղություններ ենք այստեղ վայելում։ Սել նոր հյուրատուն են կառուցում, հոտել, ատել։ Նստարանները լավնա չէ, աթոռ սեղանները։ Որտե նստենք, եկեք առաջանանք։ Նա նստի ինձ սիրտես առայժմ։ Ահա, շատ լավ տեղ բերեց Վահանը մեզ։ Ջուրն էլ վերցրի։ Սիրելիներս, եկանք տուն, հանգստացանք, Լիլիանը Վահանը քնել են, արթնացել, այդպես հիմա պատրաստվել ենք ու ընտանիքով գնում ենք ընթրելու։ Գնում ենք այն կաֆեն, ռեստորանը, որը որ ամենահաճախն ենք գնում։ Ասեմ, որ սննդի տեսակետից այդքան էլ հարուստ չէ, սննդակարգը գնացինք կյանք։ Համարյա նույն բաներն են, սուշի ու նմանատիպ բաներ չկան։ Համարյա ամենտեղ նույն ուտելիքներն են, մի տեղ մի քիչ լավ, մի քիչ վատ։ Այդպես, հիմա գնանք ընթրելու, հետո կգանք ձմերու կգնենք, կբերենք այստեղ կվայելենք ու մաքուր օդին եղանակն այնպես չարեց, որ գնանք լողավազան կամ ծով, հետո կգնանք արդեն մեր վերջերը հավաքելու, որովհետև առավոտյան գնում ենք Թիֆլիս, արդեն գիտեք։ Ինչպես արդեն ասեցի, առավոտյան հենք ճանապարհը կընկնենք, սկսեմ նկարել ու մինչև տուն երեխեք ջան։ Հուսով եմ ձեր համար հետաքրքիր էր ու ցանկանում եմ, որ դուք էլ ձեր համարը անցկացնեք այսպիսի հաճելի միջավայրում, հանգստանաք, հեռու լինեք ստրեսներից ու ունենաք միշտ լավ բարձր տրամադրություն։ Վլոգի շարունակությունը կարող եք դիտել արդեն առանց իմ մեկնաբանության։ Եկեք այստեղ ձեզ ասեմ ստեղծություն, շնորհակալություն մինչև վերջ մեր հետ լինելու, ձեր գեղեցիկ, բարի ջերմ խոսքերի համար, ձեր լայքերի, մեկնաբանությունների, բաժանորդագրությունների, ամեն ինչի համար ձեզ շատ սիրում եւ գնահատում եմ։ Բոլորիցս շատ շնորհակալ ենք, սիրելիներս։ Միակ պատճառը, որ այստեղ ես վիդեոներ եմ տեղադրում, դա դուք եք, իմ մոտիվացիան, դրա համար բոլորիցս անչափ շնորհակալ ենք։ Գնանք, հանգստանանք ու արդեն կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ձեզ օրվա հիանալի շարունակություն։